Ռոման Բալայանը դարձյալ հարազատ հարկի ներքո է։ Կինոհանճարի հետ երկար տարիների հոգևոր եղբայրությունն ու մտերմությունը նրան կապել է նաև թանգարանի հետ, որտեղ միշտ է սպասված հյուր եղել, դեռ սկսած թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի հետ բարեկամության տարիներից, եւ այդ մտերմությունն այժմ արդեն բարի ավանդույթի է վերածվել։ Հռչակավոր ռեժիսորի, սցենարիստի, պրոդյուսերի հետ նոր հանդիպման եւ ջերմ անմիջական երկխոսության մասին թանգարանում վաղուց են մտածում, դեռ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներից սկսած, երբ Բալայանը դարձյալ Երևանում էր։ Այդ ժամանակվանից մենք անընդհատ մտորում էինք, երբ կլինի առիթը, որ պարոն Բալայանը լինի Երևանում, հանգիստ պայմաններում, ոչ թե գործնական հանդիպումների մեջ լինի, որ չհասցնի ու մենք կարողանանք մի գեղեցիկ օր եւ մի գեղեցիկ երեկո նվիրել եւ նրան եւ նրա կապը թանգարանի Փարաջանովի լուսահոգի Զավեն Սարգսյանի հետ խոսելու, ներկայացնելու, հանրությանը ավելի թափանցիկ դարձնելու համար։ Հանդիպման առիթը Բալայանի լավագույն ֆիլմերից մեկի Գիշերը թանգարանում վավերագրական կինոնկարի ցուցադրությունն է, որի մասին խոսելիս կինոռեժիսորը ժպիտով հիշում է թանգարանի հիմնադիր տնօրենին, ասում է. Զավենն ինձ փակեց թանգարանում եւ ասաց նկարիր։ Ֆիլմը համարում է իր հետմահու ուղերձը Փարաջանովին։ Я в день смерти Параджанова был в Париже. Փարաջանովի մահվան օրը ես Փարիզում էի, պետք է ֆրանսիական ֆիլմ նկարեի, եւ հանկարծ երեկոյան ինձ ասացին, որ Փարաջանովը մահացել է։ Առավոտյան պրոդյուսերին ասացի, որ պետք է անհապաղ մեկնեմ Երևան։ Ի պատասխան նա ասաց, որ դա անհնարին է։ Ես չկարողացա վերջին հրաժեշտը տալ նրան, եւ ինքս ինձնից վրեժխնդիր եղա նկարահանելով այս ֆիլմը, որպես տուրք Փարաջանովին։ Փարաջանովի հետ կինոռեժիսորի ընկերությունը սկսվել է Կիևում այն պատմական հանդիպումից, երբ դեռ ուսանող Բալայանը համարձակվել է Փարաջանովին ասել, որ մոռացված նախնիների ստվերները կինոպրիմիտիվիզմի հանճարեղ օրինակ է։ Փարաջանովը զարմացել, բայց միանգամից ընդունել է նրան։ Հետագայում Ռոման Բալայանն այն քչերից էր, որ Փարաջանովի կողքին մնացին ամենադաժան փորձությունների պահին։ Ասում է, անսահմանորեն հիացել եւ նախանձել է նրան։ Я его не называю гением. Параджанов это стихийное явление, господа. Ես նրան հանճար չեմ անվանում, Փարաջանովը տարերային երևույթ էր, պարոնայք։ Նա մարդ էր, որը քիչ էր քայլում հողի վրա։ Նա միշտ ճախրում էր օդում, որովհետև երկրի վրա ձանձրանում էր եւ սիրում էր հորինել գոյություն չունեցող բաներ։ Ես անսահման նախանձում էի նրան։ Նա իմպրովիզացիայի կախարդ էր, գրողը նրան տանի, եւ մեզ մոտ մշտապես անլիարժեքության բարդույթ էր առաջացնում իր իմպրովիզացիաներով։ Ցուցադրությանը հաջորդած անկաշկանդ հարցուպատասխանի ընթացքում ռեժիսորը խոսեց նաև Երևանյան վարպետության դասերի իր ստեղծագործական ծրագրերի մասին եւ եւս մեկ անգամ հիշեցրեց. Երևանի ուժի կենտրոնը Փարաջանովի թանգարանն է։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։